Մեր նախագծային աշխատանքի թեման է մարդ, ով կարողացավ կանխատեսել մոլորակի ապագան, քարտեզագրելով կարճ ծագանի ուղին։ Մենք ընտրել ենք կարճ ծագանին, որովհետև նա եղել է ոչ միայն գիտնական, այլ նաև մտածող, ով մարդկության մեջ առաջացրել է հետաքրքրություն, տիեզերքի, գիտության և մարդկային մտքի ուժի նկատմամբ։ Սագանը մեզ հետաքրքրել է իր պարզ, բայց խորիմաստ խոսքերով և մարդկությանը միավորելու իր ձգտումով։ Կարլ Սագանը 20-րդ դարի այն գիտնականներից էր, ով տիեզերքը մոտեցրեց մարդկանց։ Նա ոչ միայն ուսումնասիրեց աստղերը, այլ օգնեց հասկանալ, որ մենք նույնպես տիեզերքի մի մասն ենք։ Մեր նախագծային աշխատանքի նպատակն է ներկայացնել Սագանի կյանքը, գաղափարները, ժառանգությունները, ցույց տալով, թե ինչպես կարող է մի մարդ փոխել սեփական պատկերացումները աշխարհի և սեփական ինքնության մասին։ Մենք նախագծային աշխատանքում ներկայացնել ենք այն պատմական ժամանակաշրջանը, որտեղ Սագանը ապրել և ծառայել է գործունեություն, որն էլ ազդեցություն է ունեցել համայնքի հասարակության վրա։ Ներկայացրել ենք այն պատմական վայրերը, որոնց միջով անցել է և որն էլ հիշողություն է դարձել։ Ներկայացրել ենք նրա թողած ժառանգությունները, արժեքները, սկզբունքները, մարտահրավերները, սխալներն ու ձախողումները։ Սագանը իր հայացքով նայում է դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որտեղ մարդը կարող է հասնել աստղերին, առանց մոռանալու իր արմատները։ Ես այս նկարում փորձել եմ ցույց տալ նրա ներքին լույսը, այն հավատը, որ գիտությունը կարող է միավորել մարդկանց։ Մեր պատրաստած ալբոմը ներկայացնում է Կարլ Սագանի կյանքի ուղին մանկությունից մինչև երիտասարդություն։ Մենք փորձել ենք նկարների միջոցով ցույց տալ, թե ինչպես մի մանուկ, դառնալով մեծ գիտնական, աշխարհին բացահայտում է տիեզերքի գաղտնիքները։ Մենք կազմել ենք Կարլ Սագանի կյանքի և գործունեության գիրքը, սկսած մանկությունից մինչև գիտական նվաճումներ և հանրային գործունեություն։ Գրքում ընդգրկված են Սագանի ընտանիքը, գիտական նախագծերը, հանրային ելույթները։ Սագանը բացահայտել է տիեզերքի գաղտնիքները և մեզ թողել անմոռանալի ժառանգություն։ Հատուկ ծրագրերի միջոցով շունչ ենք տվել Սագանի խոսքին, դարձնելով նրա հորդորը կենդանի ուղերձ մեր օրերի համար։ Մենք մեր երազած ապագայի շեմին ենք։ Արհեստական բանականությունը խոսում է։ Տիեզերանավերը լքում են արևային համակարգը։ Եթե չսովորենք պահպանել երկիրը, մեր ողջ գիտությունը կլինի միայն փոշու հիշողություն աստղերի մեջ։ Զարմացեք, բայց զգուշացեք։ Տիեզերքը գեղեցիկ է, սակայն անսիրտ, եթե մոռանանք մեր մարդկայնությունը։ Մեր կարծիքով Կարլ Սագանի դատողություններն ու սկզբունքները շարունակում են մնալ ժամանակակից աշխարհում արդիական և ուսանելի։ Կարլ Սագանը իր գործերով և խոսքերով մեզ սովորեցրել է գիտության հանդեպ հարգանք, տիեզերքի և բնության հանդեպ պատասխանատվություն։ Մենք աստղերի փոշի ենք, բայց ունենք հասկանալու ուժ։ Այս խոսքերով էլ ցանկանում ենք ավարտել մեր նախագծային աշխատանքը, համոզված լինելով, որ Սագանի գաղափարները առաջնորդելու են բոլոր նրանց, ովքեր հավատում են գիտության, մարդկության և ապագայի լուսավոր ճանապարհին։ Շնորհակալություն ենք հայտնում աշխարհացույց հարթակի ստեղծողներին մեզ ընձեռնած լայն հնարավորությունների համար։ Հարթակը մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, նախաձեռնելու և մեր գաղափարները ներկայացնելու նորարար ձևերով։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մրցույթի կազմակերպիչներին տվյալ գաղափարի և ոգեշնչման համար։